Մարդիկ վախենում են իրենցից եւ մոռացել են, որ մեծագույն պարտքը սեփական անձի համար ունեցած պարտքն է։ Միակ մարդը, ում կցանկանայի ճանաչել, ես եմ։ Հոմոսեքսուալ, շքեղ կյանքով ապրող, բանտ ընկած գրող Օսկար Ուայլդի կյանքը հակասական էր։ Նրա մայրը երազել է դուստր ունենալ եւ որդուն աղջկա հագուստներ է հագցրել։ Ուայլդի ոճը շոկային էր, երկար մազեր, շքեղ փողկապներ, աբսենտից կախվածություն ուներ, թեև ասում էր, չկարողացավ սիրել դրա համը։ Պարզապես այն սազական էր իր կերպարին։ Մարդ պետք է միշտ սիրահարված լինի, հենց այս պատճառով էլ պետք է երբեք չամուսնանա։ Տղամարդիկ ամուսնանում են հոգնածությունից, իսկ կանայք հետաքրքրությունից։ Երկուսն էլ հիասթափվում են։ Հայտարարում էր գրողը եւ չնայած դրան նա ամուսնացել է եւ ունեցել 2 որդի։ Նա սիրային կապի մեջ է եղել բանաստեղծ Ալֆրեդ Դուգլասի հետ։ Դատապարտվել է 2 տարվա ծանր աշխատանքի, իսկ Դուգլասը աքսորվել։ Հասարակական կարծիքի հանդեպ ունեցած սարսափը բարոյականության հիմքն է, գրել է նա։ Ուայլդը Դուգլասին ուղարկել է 50,000 բառից բաղկացած նամակ, որի մեջ գրել է. «Քո անունը իմ շուրթերին աղոթքի պես է։ Եթե սերը մեղք է, ես պատրաստ եմ մեղավոր լինել հավիտյան»։ Բանտից դուրս գալուց հետո Ուայլդը վերցրել է նոր անուն, որդիներն էլ փոխել են իրենց ազգանունը։ Ուայլդը Դուգլասի հետ փորձել է սկսել նոր կյանք։ Երբ մարդ երջանիկ է, միշտ լավն է, բայց միշտ չէ, որ լավ մարդիկ երջանիկ են։ Դորիան Գրեյի դիմանկարում ասել է գրողը. «Նա մահացել է 46 տարեկանում հիվանդության եւ աղքատության մեջ։ Նրա մահից 10 տարի անց Դուգլասը նշել է, որ զղջում է Ուայլդին հանդիպելու համար։ Օսկարի գերեզմանին մարդիկ շրթներկով համբույրներ են թողել, որի պատճառով ապակեպատով պաշտպանել են այն»։